Հիմա սովետական միությունը ինչի հաշվին կարողացավ հաղթել։ Պրոպագանդան աշխատում էր, չէ՞։ Արտակ ջան, երրորդ ռեյխը, երբ որ Հիտլերը եկավ իշխանության, առաջին համաշխարհային պատերազմից հետո այդ Վերսալյան պայմանագիր բանը, այսպես երրորդ ռեյխը Գերմանիայի կայսրությունը, այսպես ասած, խայտառակ վիճակում էր։ Գինդենբուրգը վերջին պրեզիդենտ, այսպես ասած, Գերմանիայի, ինքը խաղամոլ էր։ Ինքը մեծ պարտքեր ուներ, այդ ամրոցներ ուներ, ինչ ուներ, արդեն չգիտեմ, կրվել էր, իբր արդեն պարտքեր ուներ, հա, կարողացան սրանից օգտվել կամ Գինդենբուրգը իշխանությունը թողեց Հիտլերին, պատկերացնում եք Գինդենբուրգը, հանգիստ ճանապարհը թողեց Հիտլերին այդ կոպիտ ասած կամ ունեցածը ապահով տանելու կամ ասենք այդ վերահաս փորձանքից փրկվելու համար որ չասեին, ասենք, այսինքն անձնական շահ կար, անձնական նպատակ կար։